Իմ հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է, բարի երեկո, պարոն Բադալյան։ Այսօր ձեզ հրավիրել եմ զրուցելու վարչապետ Փաշինյանի տոնական ուղերձի շեշտադրումների շուրջ։ Մեր ժողովուրդը այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, իդեմս Հայաստանի Հանրապետության հայրենիքը գտնված է։ Սա պատմական ու Փաշինյանի հռչակած իրական Հայաստանների ծիրին մեջ հայտարարություն է, ինչ հայտարարություն է սա ձեր կարծիքով։ Անկասկած սա այդ իրական Հայաստան գաղափարախոսություն կամ հայեցակարգ ասվածի հերթական դրսևորումն է, որը նաև անշուշտ վերջին շրջանում ստացել է ընդգծված նախընտրական երանգներ, այսինքն գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս չակերտավոր ասված գաղափարախոսությամբ կամ չակերտավոր հայեցակարգով է գնալու ընտրության, փորձելով հենց դա դարձնել նախընտրական հռետորաբանության առանցք, եւ մենք տեսնում ենք վերջին շրջանում մի շարք այսպիսի ելույթներ եւ դեռ իհարկե առջևում շատ անգամներ կտեսնենք այս շեշտադրումները, կլսենք այս շեշտադրումները։ Պարոն Բադալյան, նախորդող շրջանի հաջողություններից խոսելով վարչապետը այնուհետև սկսեց թվարկել, այդ շարքում խոսեց նաև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված փաստաթղթի մասին, երբ 3 տարի բանակցված փաստաթուղթը ստորագրելու համար Բաքուն չի նահանջում իր նախապայմաններից զուտ համաձայնությունը կարելի է հաջողություն համարել։ Ես դեռ չեմ խոսում քննադատության մասին, որ այդ փաստաթղթում հայկական շահը ստորադասվել է ադրբեջանականին, համենայն դեպս բացահայտված կետերի վերաբերյալ գիտեք կա քննադատություն, կա նաև հակառակը գոհունակություն։ Եթե Ադրբեջանի համար, ապա իհարկե կարելի է հաջողություն համարել, բայց Հայաստանի համար հաջողություն համարելու հիմքեր կարծես թե մեղմ ասած չկան, կամ լավագույն դեպքում, եթե չկան ակտիվ ռազմական գործողություններ, ապա դա հնարավոր է ներկայացնել որպես հաջողություն, բայց ամբողջ հարցն այն է, որ ռազմական ակտիվ գործողություններ չկան, որովհետև Երևանը քաղաքական մակարդակում, դիվանագիտական մակարդակում գործնականում ամբողջապես ընդունել է Ադրբեջանի նարատիվների եւ պայմանների լոյալությունը, ավելին մենք տեսնում ենք հայտարարություններ պաշտոնական Երևանի տարբեր ներկայացուցիչների մակարդակով, որոնք գործնականում անգամ արդարացնում են Հայաստանի հանդեպ Ադրբեջանի տարածքային հավակնությունները, ինչպիսին օրինակ այդ արևմտյան Ադրբեջան խոսույթը, մենք լսում ենք Հայաստանի պաշտոնյաների արտահայտություններ, որ Ադրբեջանը դրանով հայելային արձագանքում է մեր գործողություններին, Արցախի վերաբերյալ մեր արտահայտություններին եւ այլն։ Դուք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը նկատի ունեք, պարոն Բադալյան։ Ոչ միայն դա, ի վերջո Նիկոլ Փաշինյանը եւս ամիսներ առաջ հայտարարեց, որ մենք խոսում ենք արևմտյան Ադրբեջանի մասին, իսկ ադրբեջանցիներն էլ մեզ արձագանքում են կամ պատասխանում են արևմտյան Ադրբեջանով։ Մինչդեռ արևմտյան Հայաստան եւ արևմտյան Ադրբեջան հասկացությունները բացարձակապես համեմատելի չեն, որովհետեւ մեկը պատմականորեն եւ ընդհանուր միջազգայինորեն արձանագրված իրողություն է, հասկացություն է, որը կիրառվում է գուցե ավելի շատ գիտական կամ գուցե ավելի շատ այսպես ուսումնասիրությունների մակարդակում, բայց այդուհանդերձ արձանագրված է։ Իսկ մյուսը ընդհանրապես Ադրբեջանի ռոպագանդիստական հորինվածքն է, որի նպատակն այլ է՝ սպասարկել առավել կարևոր խնդիրը Ադրբեջանի համար, այն է այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան։ Մենք հասկանում ենք, թե այստեղ ինչ վտանգներ կան եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանը հաջողություն է ներկայացնում կամ փորձում ներկայացնել փաստացի այն, ինչը ադրբեջանական նարատիվների հանդեպ այսպես լոյալ վերաբերմունք է։ Հասկանալի է, որ սա չի կարող գործնականում եւ իրականում համարվել հաջողություն խաղաղության ճանապարհին, որովհետեւ խաղաղությունը պետք է կառուցվի հավասարակշռված տրամաբանության եւ բովանդակության վրա, խաղաղությունը պետք է կառուցվի կայուն մեխանիզմների առկայության պարագայում, մինչդեռ մենք այդպիսիք ոչ միայն չենք տեսնում, այլ տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող այդ համառ նախապայմանները Հայաստանի հասցեին, որոնք ոչ միայն նույն մակարդակի են մնում, այլ մենք տեսնում ենք ընդհանուր ավելանում են։ Հիմա արդեն պաշտոնական մակարդակով խոսում են, որ Հայաստանի զինանշանն է հավակնություններ պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Այդպիսով իհարկե Նիկոլ Փաշինյանը ինքը փորձելու է ներկայացնել այս ամենը որպես հաջողություն նախընտրական սպառման հաշվարկով կամ ակնկալիքով, բայց կրկնեմ գործնական մակարդակում ցավոք սրտի, որովհետև ցանկացած մարդ բնականաբար կողք չունի իրապես խաղաղությանը միտված որևէ առաջընթաց, բայց մենք նաև շատ վտանգավոր տեղ կարող ենք գնալ, եթե զբաղվենք ինքնախաբեությամբ եւ Ադրբեջանի նարատիվների հանդեպ լոյալությունը դիտարկենք որպես խաղաղության ճանապարհ։
որովհետև դա իրականում խաղաղության հետ մեղմ ասած քիչ առնչություն ունի։ Պարոն Բադալյան, եւս մեկ հայտարարություն, որ վարչապետ Փաշինյանը հնչեցրեց Սարդարապատում, ես մեջբերեմ այսօր ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ։ Ադրբեջանից եկած երկկողմ բանակցելու ցանկությունը մի պահից իրականություն դարձավ։ Հիշում եք, Երևանը լրիվ այլ բան միջազգային երաշխավորի ինստիտուտ էր պատկերացնում։ Ինչ է ըստ ձեզ իրական ինքնիշխանությունը ու վարչապետի այս հայտարարությունը իրականություն է, թե հակադրությունների մեջ ընտրապայքարում ներկայանալու այսպես նախընտրական պատրաստություն, ինչի մասին դուք արդեն սկսեցիք խոսել, ի վերջո ընտրություններին 1 տարի է մնացել։ Կկրկնվեմ, եթե ասեմ, որ այս մասին խոսակցությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը եւ կառավարող մեծամասնությունը, բովանդակային իմաստով դարձյալ գործնականում ոչինչ է եւ ունի բացառապես տեղեկատվաքարոզչական նպատակ, որովհետև բովանդակային իմաստով մենք ինչ ենք տեսնում։ Հենց նախորդին Նիկոլ Փաշինյանը արել էր հայտարարություն, որ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը դիտարկի սահմանադրությանը հակասող, ապա ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։ Այսպիսի հայտարարություն չի կարող հնչել ինքնիշխան երկրում, որովհետև ինքնիշխան երկիրը առաջնորդվում է իր սահմանադրությամբ։ Եվ եթե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում սահմանադրությանը, ապա փոխվում է ոչ թե սահմանադրությունը, այլ փոխվում է պայմանագիրը կամ այդ պայմանագիրը բանակցած իշխանությունը։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ սահմանադրությանը չհամապատասխանելու դեպքում կփոխվի սահմանադրությունը, սա որևէ աղերս չի կարող ունենալ ինքնիշխանության հետ։ Իսկ ցանկացած պետության ինքնիշխանության առանցքներից մեկը դա բնականաբար մայր օրենքն է, սահմանադրությունը, որով ապրում է այդ պետությունը, որը նաև այդ պետության ուղերձն է աշխարհին, թե ինչպիսին է այդ պետության բովանդակությունը, գաղափարախոսությունը, արժեքները եւ այլն։ Հիմա սա մի օրինակ էր ընդամենը եւ որը, այսպես ասենք, աղաղակող ձևով ցույց է տալիս, որ ինքնիշխանության մասին հայտարարությունները պարզապես տեղեկատվաքարոզչական սպառման նպատակով օգտագործվող ռետորաբանություն են։ Հայաստանում ցավոք սրտի այս ինքնիշխանություն հասկացությունը նեղացվել է, եթե այսպես պայմանական ասեմ, հակառուսականության շրջանակով։ Այսինքն ինքնիշխանությունը չափվում է հակառուսականության աստիճանով։ Սա ցավոք սրտի դարձյալ ինքնախաբեություն է։ Խնդիրն այն չէ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում բնականաբար պետք է չառաջնորդվի իր շահերով, հակասելու դեպքում պետք է իհարկե պաշտպանի իր շահերը, ինչպես ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, բայց ինքնիշխանությունը հասցնել որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հանդեպ հարաբերությունների այսպես մեծ կամ հակա լինելու տրամաբանության, սա նշանակում է խեղաթյուրել ինքնիշխանության բովանդակությունը, որովհետև եթե մենք մտածում ենք, որ մի պետությունից կախվածությունից կարող ենք ազատվել մեկ այլ պետության վրա հույս դնելով, մենք ընդհանրապես այս կախվածությունը փոխարինում ենք մյուսով։ Բայց ես հիմա չեմ ուզում նույնիսկ խոսել այդ մասին, որովհետև ես կարծում եմ այսօրվա աշխարհում այդ Ռուսաստան թե Արևմուտք դիլեման զգալիորեն արհեստական եւ կեղծ է դարձել, եւ ընդ որում հենց արևմտյան ռուսական եւ այլ այսպես միջավայրերի փոխհարաբերություններն են դրա մասին վկայում։ Հարցը հետեւյալն է. մենք խոսում ենք ինքնիշխանությունից, բայց ինքնիշխանության առանցքային բաղադրիչների, առանցքայինի թերևս սահմանադրության հարցում մենք հայտնվել ենք Ադրբեջանի թելադրած պահանջի ներքո։ Ես դրա համար բերեցի հենց այդ օրինակը, այսինքն Հայաստանի վարչապետն ասում է, եթե հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չհամապատասխանի Հայաստանի սահմանադրությանը, այսինքն ինքնիշխանության առանցքին, ուրեմն մենք կփոխենք ինքնիշխանության առանցքը եւ ոչ թե պայմանագիրը։ Ձեզ համար համոզիչ չէ, պարոն Բադալյան։ Ասած ինքնիշխան պետության հայտարարություն չէ։ Պարոն Բադալյան, ձեզ համար համոզիչ չէ իշխանության այն հայտարարությունը, որ նոր սահմանադրությունը կամ սահմանադրության փոփոխությունները Ադրբեջանի պահանջով չեն արվում, այլ ներքին օրակարգ են։ Ինքս այդ կասկածը չեմ ունեցել, բայց եթե որևէ մեկը կարող էր կասկած ունենալ, ապա Նիկոլ Փաշինյանի հենց վերը հիշատակածս հայտարարությունը գործնականում ցրում է այդ կասկածները։ Այսինքն նա խոստովանում է, որ այդ թեման բացառապես Ադրբեջանի պահանջով բերված թեմա է։ Այլապես, եթե դա ներքին հարց է, ինչ կապ ունի սահմանադրական դատարանը, ինչ կորոշի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասով, համապատասխանում է սահմանադրությանը թե ոչ։ Եթե Հայաստանը ներքին օրակարգով սկսել է սահմանադրական փոփոխության գործընթաց,
ապա այդ գործընթացը բնականաբար պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Բայց ինչ է ասում Հայաստանի վարչապետը։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ սա չի համապատասխանում Սահմանադրությանը, ես կնախաձեռնեմ Սահմանադրական փոփոխություններ։ Իսկ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համապատասխանում է Սահմանադրությանը, այսինքն մենք հրաժարվում ենք Սահմանադրական փոփոխությունից, սա խոստովանում եւ վկայում է, որ այդ հարցը Հայաստան է բերվել հենց այդ օրակարգով, այսինքն Ադրբեջանի պայմաններով։ Հասկանալի է ձեր տեսակետը, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, ես հիշեցնեմ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ էի զրուցում։